Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է նոյեմբերի 14-ի համար։ Օրը ուրբաթ է եւ տեսնենք թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին նոյեմբերի 14-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, սկիզբը կար, հետո գտա ինչն է, սա բամբասանքներ են, խոսակցություններ են, որոնք հաճ են նաև ձեզ համար, կարող եք տխրել, ցավ ապրել այդ իրենց բամբասանքներից։ Հնարավոր է ինչ-որ մեկի անկողնային կյանքի մասին է խոսում, հնարավոր է ձերն է, հնարավոր է դե անձնական է, էլի ավելի շատ է ստեղ։ Գումար այդ օրը կծախսեք կամ գումարի մասին է, այդ ամենը գումարի մասին է նաև։ Եվ օրվա ընթացքում կցանկանաք պարկել հանգստանալ եւ նաև այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին նոյեմբերի 14-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը առավոտյան կամ շատ աշխատանք կունենաք, կամ աշխատանքի հետ կապված հույսի հարցեր են, միգուցե նաև ընդունվում եք աշխատանքի, հանդիպում եք պետական աշխատողի հետ, օրվա ընթացքում տատանվում եք, ինչ-որ բան ձեզ կարող է տանջել, ոչ թե նամակ կստանաք, լուր, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ եք նաև ստանում, եւ ինչ-որ բան է ձեզ տխրեցնում, ինչ-որ մեկից կարող եք նաև հիասթափվել, ինչ-որ մի բան, մի հնարավորություն ձեր ձեռքից գնում, կարող է դա է։ Եվ սպասում եք, սպասողական վիճակում եք օրվա ընթացքում, միգուցե դա է, հիասթափվում եք, այն ինչին որ սպասում եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնայինք եկօրյակների։ Ինչ է սպասվում եկօրյակներին նոյեմբերի 14-ին։ Հարգելի եկօրյակներ, այդ օրը ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ են ձեզ մոտ գալու, ինչ-որ հարցին լուծում կտակ, կավարտեք, նաև կարող եք հուզվել, նավարենավարտ ասվում եք, սեղանի շուրջ եք նստելու և որևիցե հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետինների։ Ինչ է սպասվում խեցգետիններին նոյեմբերի 14-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը գումար եք ծախսելու կամ գումարի մասին կարող եք խոսել ինչ-որ մեկի հետ։ Նաև որոշ տհաճ պահեր կան, որովհետև ձեր ձեռքից ինչ-որ բան եք բաց թողնում, միգուցե դա է ձեզ համար տհաճ պահերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուսներին նոյեմբերի 14-ին։
Հարգելի առույցներ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև առավոտյան կարող եք գնալ բժշկական կենտրոն կամ այնտեղից ինչ-որ մի նորություն ստանալ, ինչ-որ մի տեղեկատվություն։ Օրվա ընթացքում կարող եք դուք ինքներդ որևիցե առիթ կազմակերպել, մարդկանց հրավիրել կամ միգուցե չեք հրավիրում, տունն եք կազմակերպում, ուղղակի ինչ-որ բանի համար ուրախանում եք, որտեղ երջանիկ եք։ Նաև կարող եք գնում եք առիթ, այստեղ հրավիրվում եք որևիցե առիթի կամ այդ օրվա համար կամ մեկ այլ օր պետք է գնաք, ամենայն դեպս երջանիկ եք, որ հրավիրել են ձեզ։ Եվ օրվա վերջ կարող եք տատանվել։ Միգուցե նվերի հարցում եք տատանվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին նոյեմբերի 14-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հյուր կարող եք ունենալ, հնարավոր է նաև պետական հիմնարկությունից է, բժշկական ոչ կենտրոնից է, կամ դուք ինքներդ կարող եք գնալ ինչ-որ նմանատիպ ոչ մի տեղ, բժշկական կենտրոն, պետական հիմնարկություն, ուսման կենտրոն, առանց որևէ պայմանավորվածության, դա եւս էլ հյուրի նման եք դուք այնտեղ գնալու, ինչ-որ բաներ ճշտելու կամ անելու համար, առանց պայմանավորվածության։ Սա նաև Դե եթե ինչ-որ օֆիս ունեք կամ նման ոչ այդտեղ կարող են գալ ստուգման։ Որոշ գործեր այդ օրը կմնան, չեք հասցնում ավարտել, գաղտնիք կբացահայտվի այդ օրը և գործնական կամ հանդիպում ունեք կամ շփում ինչ-որ մեկի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքների։ Ինչ է սպասվում կշեռքներին նոյեմբերի 14-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը հաջողություն ունեք առավոտյան, ձեր ցանկությունները կիրականանան, որևիցե առիթ ունեք կամ ձեր տանը կամ պետք է գնաք, հնարավոր է ընկերն է ձեզ հրավիրում, որտեղ այդ օրը հանդիպում եւ շփում ունեք ընկերոջ հետ, կամ հյուր է գալիս ձեր տուն կամ դուք եք գնում։ Նաեւ տան հետ կապված հարցեր են, կարող ձեր ընկերոջ հետ քննարկում եք նաեւ դա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճների։
Ինչ է սպասվում կարիճներին նոյեմբերի 14-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը գումար կծախսեք կամ հյուր գնալու համար, կամ հյուրին ընդունելու համար։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, հետո նոր արեք, նաև կարող է հյուրը երկար մնա ձեր տանը կամ դուք երկար մնաք։ Եվ հույսով եք, որ ինչ-որ մեկին կհանդիպեք, հույսնել եք կամ այդ հանդիպման վրա, որ տվյալ անձնավորությանը կհանդիպեք, ինչ-որ պահեր կլինեն, կամ միգուցե նաև հույսով եք, որ կհանդիպեք ձեր ուզած մարդուն, որտեղ հանդիպում կա այստեղ։ Դե ոմանց մոտ սիրային է, ոմանց մոտ ուղղակի, ինչ-որ մեկին կարող եք տեսնել ուղղակի դուրս է, բայց հույսով լցված եք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին նոյեմբերի 14-ին։ Հարգելի աղեղնավորներ, բողոքային իրադարձություններ ունեք, որը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, բանկ եւ այլն։ Ինչ-որ բան է ձեզ տխրեցնում այդ օրը, ինչ-որ մեկից կարող եք նաև հիասթափվել, հանկարծակի լուր կլսեք այդ օրը, երեխաների հետ կապված ոչ թե իրադարձություններ են, միգուցե հղիություն, ծննդաբերություն եւ այլն, յուրաքանչյուր պահեր, նաև կարող է այստեղ գնում եք երեխայի համար, հանկարծակի լուր եք լսում, ձեր երեխան կարող լավ չի պահել, իրեն գնում եք ուսման կենտրոն եւ այնտեղ տխրում եք կամ հիասթափվում եք ձեր երեխայի արարքից։ Այ ամեն ինչ հնարավոր է։ Մյուս կողմից հանդիպում, շփում ձեր ընկերոջ հետ, բարձր տրամադրություն կունենաք, էներգիայով լի կլինեք եւ գումար կստանաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին նոյեմբերի 14-ին։
Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ինչ-որ բան կաղաք ձեր ձեռքից բաց թողնել, ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ ձեզ մոտ կգան։ Նաև ինտիմ հարաբերություններ ոմանց մոտ, որովհետև ունեք սիրային թաքուն հարաբերություն կամ սիրային եռանկյուն հարաբերություն։ Նաև թաքուն գործողություններ են, օրվա ընթացքում էլ կաղաք ցանկանալ ուղղակի պարկել հանգստանալ։ Ձեր ցանկությունները այդ օրը կիրականանան, հնարավոր է ձեր ընկերն է գալիս ձեր տուն կամ դուք եք գնում իրենց տուն, հնարավոր է ընկեր չի, ավելի մոտ ավելի դե ընկերն ուրիշ է, բայց կարող է հարազատ է սա։ Հարազատ մեկն է։ Կամ տանաթամները ձեր նկատմամբ այդպես շատ հավատարիմ, մտերիմ կարող են լինել։ Նաև առիթ է, հա, կամ ինքն է գալիս, կամ իր առիթն է, կամ ինքն է գալիս ձեզ մոտ ձեր տուն առիթի։ Գործնական հանդիպում ունեք կամ գործնական շփում եւ ուշադիր եղեք, որ չվիճեք, որովհետեւ կան նաեւ այստեղ պահեր եւ բացի դա եթե տանը հյուրեր եք ընդունելու, կարող եք ուղղակի տուն մաքրել։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին նոյեմբերի 14-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, հանդիպում կամ շփում կունենաք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, նաև ձեզ սիրված կզգաք, ձեզ լավ կզգաք իրեն հանդիպելուց հետո, նաև այստեղ ունեք թաքուն գործեր, նաև թաքուն սիրային հանդիպում, թաքուն սիրային եռանկյուն հարաբերություններ, այդ օրը մեկը մյուսի տուն հյուր կգնան, նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը, ոմանք կարող են վիճել, ոմանք կարող են տուն մաքրել, նաև ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը եւ գումար կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին նոյեմբերի 14-ին։
հարգելի ձկներ, այդ օրը հաղթանակած դուրս կգաք որոշ իրադարձություններում, ինչ-որ պահեր, նաև ուրախ կլինեք, բարձր տրամադրություն կունենաք, ինչ-որ մեկի հետ նամակագրական կապի մեջ կլինեք, կամ որոշ փաստաթուղթ կարող եք ստանալ, տեղեկատվություն կարող եք ստանալ, նաև շփում կամ հանդիպում ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ինչ-որ տհաճ պահեր կան նաև, և հանկարծակի լուր կլսեք այդ օրը, գուցե դա է տհաճ պահերը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։